դինոզավրերը, որոնք ստեղծվել են մարդկանցից առաջ եւ բոլորը տեղեկ դրա մասին։ Հենց դուք էլ խնդրել եք, որպեսզի ես պատրաստեմ այդ ամեն ինչը։ Ներածություն։ Դինոզավրերը շատ հին կենդանիներ էին, որոնք ապրել էին միլիոնավոր տարիներ առաջ։ Այդ ժամանակ մարդիկ դեռ գոյություն չունեն։ Դինոզավրերը ապրում էին անտառներում, դաշտերում եւ ջրերի մոտ։ Նրանք եղել են տարբեր չափերի եւ տեսակների։ Որոշ դինոզավրեր փոքր են, իսկ որոշները այնքան մեծ են, որ մի քանի մեքենա միասին։ Գիտնականները մինչև այսօր ուսումնասիրում են դինոզավրերի ոսկորները եւ փորձում հասկանալ, թե ինչեր են նրանք ապրել։ Բոլորդ էլ տեսած կնեք ինչ-որ մուլտֆիլմեր, շորտեր, որոնց մեջ երևում է դինոզավրի ոտնահետքը, որ գիտնականները ուսումնասիրում են, թե ինչպես են եղել նրանք։ Դինոզավրերի տեսակները։ Բույս ուտող դինոզավրեր։ Այս դինոզավրերը ուտում էին հոտ, տերևներ եւ ծառերի ճյուղեր։ Նրանք սովորաբար խաղաղ են։ Բրախիոզավր։ Բրախիոզավրը շատ բարձր դինոզավր էր։ Նրա վիզը այնքան երկար էր, որ նա կարողանում էր հասնել ծառերի վերևի տերևներին։ Տրիեցերատոպս։ Այս դինոզավրը ուներ 3 մեծ եղջյուր։ Նա պաշտպանում էր իրեն թշնամիներին։ Միս ուտող դինոզավր։ Այս դինոզավրը որսում էր ուրիշ կենդանիների։ Տիրոնոզավրը, T-Rex, սա ամենահայտնի դինոզավրերից է։ Նա ուներ շատ սուր ատամներ եւ ուժեղ ոտքեր։ Նրա ձեռքերը փոքր էին, բայց նա շատ վտանգավոր էր։ Ինչպես են գիտնականները գտնում դինոզավրերի մասին տեղեկություններ։ Գիտնականները հողի տակ գտնում են դինոզավրերի ոսկորներ, այդ ոսկորները կոչվում են բրածոներ։ Բրածոները օգնում են հասկանալ, թե ինչ տեսք են ունեցել դինոզավրերը եւ ինչով են սնվել։ Երբ գիտնականները գտնում են բրածոները, նրանք չազգուշ մաքրում են դրանք եւ ուսումնասիրում։ Ինչու վերացան դինոզավրերը։ Գիտնականները կարծում են, որ միլիոնավոր տարիներ առաջ մեծ երկնակար է եկել երկրի վրա։ Դրանից հետո շատ փոշի է բարձրացել օդ, արևի լույսի քիչ է հասել երկրին եւ կլիման փոխվել է։ Շատ բույսեր եւ կենդանիներ չեն կարողացել ապրել եւ դինոզավրերը վերացել են։ Հետաքրքիր փաստը դինոզավրերի մասին։ Որոշ դինոզավրերը ավելի մեծ էին, քան ավտոբուսը։ Որոշները կարող են շատ արագ վազել։ Դինոզավրերը աշխարհի ամենահետաքրքիր կենդանիներից են։ Թեև նրանք արդեն չկան, մարդիկ շարունակում են ուսումնասիրել նրանց։ Դինոզավրերի մասին ֆիլմեր, գրքեր եւ խաղեր են ստեղծում, որովհետեւ նրանք շատ հետաքրքիր եւ զարմանալի կենդանիներ են։ Այսպեսով ավարտեցի իմ նախագիծը։